Գորիսում նռնակի պայթյունից 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել։ Պայթյունի հետևանքով սպանվել է Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի վարորդը։ Արուշանյանի վարորդ Արեն Յոլյանն ու իր ազգական Վարուժան Յոլյանը կենցաղային հարցերի շուրջ երկար տարիներ կոնֆլիկտ են ունեցել։ Հերթական վիճաբանության ժամանակ Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Պայթյունի հետևանքով 45-ամյա Վարուժան Յոլյանը եւ 38-ամյա Արեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն։ Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Վարված երվից, իսկ ուր է գնդակը տարպասում է Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 5-4 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին, դուրս գալով Եվրո 2026-ի քառորդ եզրափակիչ։ Բացում եւ գոլ։ Ինքնագոլ է, բայց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում։ Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով հաղթել էր Ուկրաինային եւ այժմ 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբային փուլի վերջին հանդիպմանը Հայաստանի հավաքականը կմրցի Լիտվայի հավաքականի հետ։ Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում 8%-ով ավելի 20% հետ վճարի համակարգը, սակայն սա վերաբերում է միայն առկա համակարգի քարտապաններին։ Եթե այլ քարտապաններ, օրինակ Visa կամ Master, ցանկանում են օգտվել այս փոփոխություններից, կարող են մոտենալ ցանկացած բանկ եւ փոխարինել այն առկայով։ Այն կենսաթոշակառուներ, նպաստառուները, որոնք կունենան կամ կուզենան վերցնել առկա քարտ որպես կենսաթոշակային քարտ, որը այս պայդրությամբ ոչ բոլոր բանկերն են տալիս, բայց կան բանկեր, որ տալիս են, ապա այդ դեպքում կգործի նաև 20 գումարած երկու սկզբունքը, այսինքն 20% կստանան մեր ծրագրով եւ 2% կստանան համընդհանուր ծրագրով, որը ըստ էության էլի կենսաթոշակի բարձրացում է լինելու։ Եթե մինչ այժմ որոշ խմբեր 75-ից բարձր տարիքի կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց ընտրությամբ կարող էին թոշակն ու նպաստը ստանալ կանխիկ, գարնանից կընդգրկվեն անկանխիկի համակարգում։ Поки що білому шпіцу Лукашенка Մինչ այժմ ցավոք Լուկաշենկոյի սպիտակ շպիցը ավելի շատ իրավունքներ է ունեցել, քան Բելարուսի ժողովուրդը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով հիմա ավելի վտանգավոր է Բելարուսի կախվածությունը Մոսկվայից, քանի որ Ռուսաստանի հրթիռային համակարգը ուկրաինական տարածքների հարվածում է նաև Բելարուսից։ Զելենսկին շեշտել է, թե Ռուսաստանը Բելարուսն օգտագործում է որպես վարժանքների հարթակ, մեջբերում Եվրոպային եւ աշխարհին ընկույզով շանտաժի ենթարկելու համար։ Բելարուսի արդյունաբերությունն աշխատում է ռուսական պատերազմի համար, իսկ առևտրային կապերը օգնում են Պուտինին գնել այն բաղադրիչները, որոնք նրան անհրաժեշտ են Եվրոպայում մեզ բոլորիս դեմ սպառնալիք ստեղծելու համար։ Ահա թե ինչու մենք բոլորս Եվրոպայում պետք է ամեն օր աշխատենք ուժեղ Եվրոպայի համար։ Միացյալ Նահանգներում 1 միլիոն տուն հոսանքազրկվել է արդեն 4 օր շարունակվող ձնաբքի պատճառով։ Նյու Յորքում եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով բոլոր պետական դպրոցները երկուշաբթիից կփակվեն։ Ուսուցումը կշարունակվի հեռավար ձևաչափով։ 22 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, ավելի վաղ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր լայնածավալ առատձյան եւ աղետալի սառցեշերտի մասին, արևելյան Տեխասից մինչև հյուսիսային Կարոլինա։ Ձմեռն ու ձնաբուքը կարծես չեն պատրաստվում հանգիստ թողնել երկիր մոլորակի ոչ մի անկյուն։ Ճապոնիայում ձնաբքի հետևանքով կան զոհեր եւ տուժածներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ 13-ը մահացել։ Տոկամաչի քաղաքի 56-ամյա մի բնակիչ ձյուն մաքրելիս ընկել է իր տանտանիքից։ Փողոցների ձնածածկույթը անցնում է մոտ 2 մետրը։ Ձնաբքերը եւ սառցակալած ճանապարհները բազմաթիվ վթարների պատճառ են դարձել։ Օդանավակայանները չեղարկել են մեծաթիվ չվերթներ, իսկ դպրոցները դասապրոցեսները։ Ճապոնիայի օդերևութաբաններն ու իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին զգոն լինել եւ տնից դուրս գալ բացարձակ անհրաժեշտության դեպքում։ Ֆիլիպինների հարավում խորտակվել է 332 ուղևոր եւ 27 անձնակազմի անդամ տեղափոխող լաստանավ։ Տեղական իշխանությունների տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ 215 ուղևորի հաջողվել է փրկել։ Նախնական տեղեկություններով նավաբեկության պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։